Բարև ձեզ։ Երևանում անցկացվում է Հայք-Իրան հազարամյա հարևանություն խորագրով գիտամշակութային համաժողովը, որի շրջանակներում Civilnet-ը զրուցելու է Սուրեն Պետրոսյանի հետ ժողովրդավարական համախմբում զարգացման հիմնադրամից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ձեր հիմնադրամը հանդես եկել որպես այս ֆորումի գլխավոր գործընկեր, ինչու այս նախագիծը կարևոր է ձեզ համար եւ ինչու հիմա։ Նախ շնորհակալություն հնարավորության համար։ Նախագիծը չափազանց կարևոր է հենց հիմա, երբ մենք գիտենք, որ ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև աշխարհաքաղաքական այս տուրբուլենտության մեջ մեր իրականությունը եւ ընդհանրապես ապագան շատ անկախատեսելի է դարձել։ Իրանը ոչ միայն մեր հազարամյա բարեկամն է, այլ նաև մենք այսօր Իրանի հետ ունենք բնական, ռազմավարական շահեր, որոնք համընկնում են։ Իրանը մեր բնական դաշնակիցն է, որի հետ, ինչպես արդեն ասացի, մենք ունենք ռազմավարական շահերի համընկնում, սակայն այս պահին Իրան-Հայաստան փոխհարաբերությունները որևիցե մակարդակով իմ խորին համոզմամբ այդ հարաբերությունների պոտենցիալը չի իրացվել։ Նույնիսկ իմ պատկերացմամբ, հստակ չափից չասեմ 5%, 10%, դա իրացված չի եւ շատ կարեւոր է, որ այդ հարաբերությունները լինեն ոչ միայն իշխանությունների մակարդակում, այլ նաեւ հանրային սեկտորից, այսինքն այդ իմպուլսները պետք է գնան ոչ միայն վերևից ներքև, այլ նաև պետք է լինեն ներքևից երև եւ պետք է լինեն ցանցային տրամաբանությամբ։ Եվ սա շատ կարևոր ինձ համար միջոցառում է, որով մենք կարող ենք խթանել այդ հարաբերությունները գոնե ինչ որ չափով եւ նոր ազդակ կարող ենք հաղորդել դրան, բացելով շատ ավելի համագործակցության նոր հարթություններ, նոր հնարավորություններ ապագայի համար։ Հանրային մակարդակում իսկապես կարևոր է ձեր նշածը, որովհետև չնայած որ հարևան պետություններ ենք եւ անմիջական հարևանությամբ ենք ապրում, բայց ճանաչողության տեսանկյունից այնքան երբեմն այնքան հեռու ենք, կարծես պատի երկու կողմերում ապրենք եւ չշփվենք իրար հետ։ Այսօր դուք այս ֆորումին նաեւ բանախոս եք, կասեք որն է ձեր ելույթի թեման եւ ինչն է հատկապես կարևորելու։ Այսօր իմ ելույթի թեման լինելու է աշխարհակարգի փոփոխության տրամաբանությունը եւ այդ տրամաբանության մեջ հայ-իրանական հարաբերությունները այս պահին, ոչ այդքան այս պահին մենք ավելի շատ ինչ պոտենցիալներ ունենք։ Տեսեք, դուք շատ կարևոր հարցի անդրադարձաք ճանաչողությանը։ Ես դրան բազմիցս անդրադարձել եմ եւ ասել եմ, որ մենք այսօր իրականում ինքնության խորքային ճգնաժամի մեջ ենք, բայց այդ ինքնության ճգնաժամը դա շատ վերացական արտահայտություն չի։ Ինքնության առանցքային բաղադրիչներից մեկը դա կոգնիտիվ ճանաչողությունն է։ Այսինքն մենք ճանաչողական ճգնաժամի մեջ ենք։ Մենք չենք ճանաչում մեր իրականությունը, մենք չենք ճանաչում աշխարհը, չենք ճանաչում այնտեղ տիրող խաղի կանոնները, չենք ճանաչում ինքներս մեզ եւ չենք պատկերացնում մեր դերը այս ընդհանուր խճանկարի մեջ։ Հետեւաբար, ինչպես դուք ասացիք, սա նաեւ լրացնելով, սա ոչ միայն ճանաչողական է, այլ նաեւ փոխադարձ այս մակարդակում փոխադարձ ըմբռնելի լինելու եւ պատկերացնելու գործընթացներ, նաեւ մեր տեղն ու դերը այս գործընթացների մեջ։ Եվ հետեւաբար հենց սրանով է պայմանավորված, որ ես շատ ավելի գլոբալ թեմայից կխոսեմ, այսինքն ինչ աշխարհակարգ կամ միջազգային կարգ է եղել մինչև այսօր եւ ինչպես է այն կերպափոխվում եւ ուր ենք մենք գնում եւ ինչպեսին կարող է լինել մեր դերը եւ տեղը այս աշխարհակարգի շրջանակներում եւ ինչ հնարավորություններ ունենք մենք։ Իրանի կարևորությունը Հայաստանի համար գոնե անվտանգային տեսանկյունից դժվար է գերագնահատել, որովհետեւ կոնկրետ աշխարհակաղակական այս պահին Իրանը ունի շատ կարևոր նշանակություն եւ հստակ հայտարարում է իր կարմիր գծերի մասին գոնե Սյունիքի վերաբերյալ, երբ ահագնանում են վտանգները, հա, բայց վերջին 20-15 տարիներում երբ դիտարկում ենք հայ-իրանական հարաբերությունները, դրանք որոշակի վայրիվերումներ են ունեցել, բայց որ ասենք չեմ, ճեղքում են եղել այդ հարաբերություններում, առևտրում, քաղաքական մակարդակում հարաբերություններում, դժվար է, իհարկե կան նաեւ զսպող հանգամանքներ, սանկցիաներ եւ այլ, հա։ Եվ առևտրային հարաբերությունները, չգիտեմ, 400-ից 700 միլիոն դոլարի շրջանակներում են միշտ մնացել հայ-իրանական։ Այդ առումով ինչպես է գնահատում հայ-իրանական միջպետական հարաբերությունները եւ ինչ է պետք անել այստեղ։ Միջպետական հարաբերությունները իմ խորին համոզմամբ այսօր գտնվում են ամենացածր մակարդակում։ Թեպետ սրանից առաջ, ինչպես ես քիչ առաջ նշեցի, այնպես չի որ օգտագործվել է մեր ամբողջ պոտենցիալը կամ այդ ներուժի գոնե զգալի մասը։ Սա շատ կարևոր է եւ հենց ես դրա համար կրկին նշեմ, որ մեր պատկերացումները ընդհանուր աշխարհակարգի փոփոխվող կերպափոխվող այս միջազգային գործընթացների շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանանք նաեւ ինչպիսին է մեր տեղն ու դերը այս խճանկարում, մենք ինչ հարաբերություններ կարող ենք ունենալ Իրանի հետ, որը թույլ կտա նաեւ փոխադարձելիության սկզբունքի հիման վրա ամրապնդել ոչ միայն անվտանգությունը, այլ նաեւ
տնտեսական զարգացման հանգեցնել։ Եվ այստեղ մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ, հաշվի առնելով, որ շատ արագ իրականությունը փոխվում է։ Մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում ինչ է տեղի ունենում, Կենտրոնական Ասիայում տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, Չինաստանի մեծացող դերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի մեծացող դերն ենք տեսնում, Իրանի շուրջ սխմող օղակն ենք տեսնում, Հայաստանը գոյաբանական սպառնալիքի առաջ է կանգնած, եւ այստեղ մենք ունենք բազմաթիվ համընկնող կետեր ռազմավարական շահի տեսանկյունից, որոնք ուղղակի պետք է կապիտալիզացնել եւ նստել դա ուղղակի խորքային առումով ըմբռնել այդ շահերը, հասկանալ որտեղ են մեր հատման կետերը եւ սկսել այդ հատման կետերով շարժվել առաջ, եւ դրանք բազմաթիվ են։ Իրանի նկատմամբ Ամերիկայում օրինակ Թրամփի իշխանության գալուց հետո վերաբերմունքը կարծես մի փոքր փոխվում է, հատկապես ձեր նշած Մերձավոր Արևելքում փոփոխություններ, Իրանի շուրջ սեղմող օղակը, տարաբնույթ եւ իրարամերժ մեսիջներ են գալիս, օրինակ նույն Վաշինգտոնից, մեկ ասում են, որ պատրաստ են երկխոսել Իրանի հետ, մյուս կողմից էլ ասում են, որ գնալու են մաքսիմալ ճնշման քաղաքականության ճանապարհով, հա։ Այս առումով Իրանի նկատմամբ բացասական սցենարների կամ սպառնալիքների Աստված մի արածե իրողության պայմաններում ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար։ Գիտեք, Իրանը այն բացառիկ պետություններից է, որը կարողացել է անկախ պատժամիջոցներից, կարողացել է իր ազգային քաղաքականությունը բավականին երկար ժամանակ առաջ մղել։ Եվ դա սկսած իսլամական հեղափոխությունից հետո 1979 թվականից հետո, մենք հիշում ենք, որ 1980-ին Իրաքը ներխուժեց Իրան, 8-ամյա այդ պատերազմը, եւ նաեւ կարող ենք հիշել, որ 1988 թվականի, եթե չեմ սխալվում, հուլիսի 3-ին Միացյալ Նահանգների ռազմանավը նաեւ խոցեց քաղաքացիական ինքնաթիռը, որտեղ 290 թե 300 հոգի մարզողվեց, եւ այդ մարդիկ հետո վերադառնալով իրենց երկիր ստացան շքանշաններ։ Ես ինչի համար եմ այս օրինակը բերում, որ Միացյալ Նահանգների ճնշումը սկսած իսլամական հեղափոխությունից հետո դեռ մի կողմ ենք դնում, որ այդ միջուկային այդ պոտենցիալը ծրագիրը որ կա ըստ էության Բուշ ավագի ժամանակ հենց Ամերիկայի աջակցությամբ է ստեղծվել եւ ըստ էության երբ տեղափոխել են գետնի տակ, եթե կարելի էսպես ասել, դա հենց Միացյալ Նահանգների նախաձեռնությունն եղել որպես այդպեսին, բայց շահերը փոխվել են 1979 թվականից հետո եւ այդ ճնշումները որպես այդպեսին երբևէ չեն դադարել, եղել են մեկ ավելի ահագնացել են, մեկ ավելի թուլացել են, բայց այն վեկտորը հարաբերությունների, որ եղել է Իրանի հետ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո որպես այդպեսին չեն փոխվել։ Շատ ավելի մանրամասը իրանագետ ընկերներ եւ գոլեգաները կարող են ասել, բայց սա չի փոխվել եւ հենց այս հարաբերությունները տեղավորում է այս եղած եւ տրանսֆորմացող աշխարհակարգի տրամաբանության կանոնների եւ հավերժական շահերի հետ եւ իմ խորին համոզմամբ եւ շատերը այսօր խոսում են աշխարհակարգի փոփոխության մասին եւ հենց ես դրան այսօր անդրադառնալու եմ մենք այսօր չենք տեսնում աշխարհակարգի փոփոխություն մենք տեսնում ենք միջազգային կարգի փոփոխություն բայց աշխարհակարգը որը դեռ ձևավորվել էր 1648 թվականին Վեստֆալյան այդ 30-ամյա պատերազմի ավարտից հետո ինքը գնում է ավելի ամրապնդման եւ այսօր մենք տեսնում ենք ոչ թե այլ տրամաբանության միջազգային հարաբերություններ, ինչպես Միացյալ Նահանգներն են ներկայացնում, մի կողմը Չինաստանն է ներկայացնում, այլ շատ պարզ տեսնում ենք նեոգաղութական քաղաքականություն, որը ոչ թե դեղին մամուլի եզրույթ է, այլ խիստ գիտական, որը ունի իր հստակ չափիչները, եւ մենք դա տեսնում ենք մեր իրականությունում, այսինքն այն միջազգային կարգի գաղափարական հենքը, որը գործում էր գոնե 91 թվականից ի վեր, դա լիբերալ դեմոկրատիան էր, որը նաև դրոշակն էր, չէ, եւ այդ տրամաբանությամբ էին ստեղծում միջազգային կառույցները, որին նաև անդամակցում էին պետությունները եւ դա ըստ էության զսպող հանգամանք էր դառնում։ Հիմա դա այլևս գոյություն չունի, չկա այդ ամենը։ Եվ այսօր շատ հստակ առաջնային դերակատարները ոչ թե միջազգային կազմակերպություններն են, որոնք օժտված են տարբեր լծակներով, այլ միայն ազգային պետությունները, որը իդեպ հենց ազգային պետություն որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ եւ գերակա դերակատար հենց սահմանվել է 1648 թվականին Վեստֆալյան աշխարհակարգից հետո։ Այդ կարճ ժամանակահատվածը, որտեղ արբիտրի դեր էին ստանում միջազգային կառույցները, կար միջազգային կարգ, լիբերալ ժողովրդավարություն եւ այլն,
Դա ամենևին էլ այդպես չէ, որովհետև կա այլևս հակակշռող բևեռներ կան։ Կապ չունի ինչքանով են դրանք ուժեղ կամ ինչքանով են թույլ, բայց այլևս կան հակակշռող բևեռներ եւ այդ բևեռները մարտահրավեր են նետում այդ կարգին։ Դրանցից ամենակարևորը Չինաստանը, որի մասին ես խոսեցի, եւ նաեւ շատ կարճ ասեմ, ինչն է այսօր նաեւ ընդհանրապես արևմտյան ուղղային կենտրոններից սկսած իրենց համար անհանգստության պատճառ, որ սիննական քաղաքակրթությունը երբեք չի եղել նվաճողական իրեությամբ, հարցը ռազմական նվաճողության մասին չէ, այլ իր գաղափարախոսությամբ չի եղել նվաճողական, էքսպանսիոնիստական չի եղել, բայց նույնիսկ սա է կերպապահում տրանսֆորմացիայում եւ վերջին 10-15 տարիներում թե ինչպիսի ինտենսիվությամբ են նրանք ճակերտավոր ասած գրավում կենտրոնական Ասիա, նույնիսկ հասել են Գրենլանդիա, շատերը չեն խոսում ինչքան ավիադրոններ կա, որ այնտեղ արդեն ձեռք են բերել, որ հիմա Միացյալ Նահանգները փորձում են հետ ստանալ այդ ամենը։ Նույնիսկ այս քաղաքակրթական բնութագրիչներն են տրանսֆորմացիայի ենթարկում, այսինքն աշխարհը բավականին արագ խորքային առումով կերպափոխման մեջ է գտնվում, բայց մենք կրկին էլի չենք կարողանում ըմբռնենք սրա տրամաբանությունը, այս ժամանակի ոգին, փոփոխությունների ոգին մենք անկարող ենք ուղղակի այս բանը ըմբռնել։ Հայաստանի նման փոքր պետությունները ինչ պետք է անեն այս փոփոխվող աշխարհում, ինչպես ընդունված է ասել, արդեն շաբլոն է դարձել, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք երեք ուժային կենտրոններ գոնե հիմա, մեկը Ամերիկան, մյուսը Ռուսաստանը, Չինաստանը, եւ Եվրոպական միությունը չգիտեմ կդառնա թե չի դառնա ուժային կենտրոն, բայց այնուամենայնիվ այս երեքը կան հստակ, աճող ուժային կենտրոններից կարող է լինել հետագայում գլոբալ առումով Հնդկաստանը, Հայաստանի նման փոքր պետությունների անելիքը ամենաառաջի քայլը, որ փոքր պետությունները պարտավոր են անել, առանց դրա նրանց ճանապարհը տանում է ուղիղ կործանման։ Դա ճանաչողությունն է, հաղթահարել կոգնիտիվ ճանաչողական ճգնաժամը։ Դուք նայեք մեր այս ամբողջ 30 տարիների քաղաքականությունը, այս վերջի տարիների մասին անգամ չեմ խոսում, որովհետև սա քաղաքականության հետ որպես այդպեսին կապել չունի, սա պետության քաղաքականության հետ անգամ կապ չունի։ Բայց այս 30 տարիների քաղաքականությունը դուք տեսեք, մենք երբեք իրականում չենք կարողացել ըմբռնել փոփոխությունների ոգին։ Մենք այսօր մնացել ենք պոստմոդեռնի փլատակների տակ։ Աշխարհում ամբողջությամբ այլ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, բայց այն փոփոխությունները, որոնք եղել են 30 տարի առաջ, այնպիսի տպավորություն է, որ դրանց ալիքը նոր հասնում է Հայաստան։ Եվ մենք այն ժամանակ քիչ առաջ ես նշեցի, որ նեոգաղութականությունն է գերակայում այս պայն եւ խիստ ուժային քաղաքականությունը, որտեղ անվտանգությունը միմիայն հիմնված է բալանսավորման քաղաքականության վրա, մասնավորապես ուժերի բալանսավորման։ Եվ դա չի նշանակում միայն, եթե դուք 3 միլիոն եք, մեկը 10 միլիոն է, պաշտպանական գումարելիների համադրում չի սա։ Մենք այս պարագայում շարունակում ենք խոսել միջազգային իրավունքից, շարունակում ենք խոսել այնպիսի արժեքներից, որ իբր դրանք միավորում կամ զսպում են պետություններին, որոնք փաստացի գոյություն չունեն։ Հիմա փլուզվում են փաստացի։ Չկան, բայց մենք այդ օրակարգը անընդհատ տանում ենք։ Եվ ցավը նա է, որ մենք սրանից առաջ էլ մի փոքր ավելի մեղմ, բայց նույն օրակարգը տարել ենք։ Ես հիշում եմ, որ երկար ժամանակ ես պետական ապարատում աշխատանքի փորձ ունենալով ամեն երկրորդ միջավայրում կամ բոլոր միջավայրում ես լսում եմ, որ պայմանական եմ ասում, գիտեք, մենք կախված ենք այսինչ պետությունից, եթե ուզենա նա մեզ կպահի, եթե չուզենա մի չի պահի, հետեւաբար մեր ջանքերը անիմաստ են։ Հիմա այս հպատակային քաղաքականության տրամաբանությունը փոխվում է, ասում են, գիտեք ինչ, այն ժամանակ եթե մենք կարծում ենք դա Ռուսաստանն է, հիմա Ռուսաստանը չի, մենք կարծում ենք, որ մեզ արևմուտքը կփրկի։ Դա անբանության արդարացումն է, ոչինչ չանել։ Սա գիտեք ինչ է, սա նա է, երբ տգիտությունը դառնում է քաղաքական կատեգորիա։ Այսինքն էությունը մեր մոտ չի փոխվում, հպատակային քաղաքականությունը, հպատակային պատկերացումը գործընթացների վերաբերյալ մնում է կոնստանտ, ստաբիլ գնում է։ Դերակատարներն են ուղղակի փոխվում։ Շատ լավ, ինչ ակնկալիքներ ունեք ֆորումից։ Ես կարծում եմ, որ հնարավորություն կունենանք ոչ միայն այդ շերտերը, եթե կարելի այդպես ասել, ակտիվացնել հարաբերության տարբեր շերտեր, հասարակություն, մշակույթ, այլ նաև որակական նոր կապեր նաև հաստատել տարբեր դերակատարների հետ, որոնք թույլ կտան շարունակական տրամաբանությամբ այդ հարաբերությունները ավելի ամրապնդել եւ ավելի ընդլայնել։ Եվ գուցե հենց այս հարաբերությունները նաև կամ հայ-իրանական հարաբերությունների ռազմավարական կարևորություն եւ առաջնահերթությունը նաև ինչ որ չափով դառնա հանրային օրակարգ։
ինչ որ չափով, որի մասին նաև կարող է շատ ավելի մարդիկ սկսեն խորհել, շատ ավելի մարդիկ մտածեն եւ դա իր պտուղները գոնե երկարաժամկետ կտա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը Սուրեն Պետրոսյանն էր։ Ցտեսություն կհանդիպենք։